Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Ես եթե այն ժամանակ քննարկում էինք, թե ինչու է ինքը Արտակ Զեյնալյանին խմբակցությունը առանց վարչության հետ խորհրդակցելու նախագահի թեկնածու առաջարկել եւ ես այդ հարցը բարձրացրեցի վարչությունը, որ անվստահություն հայտնի որպես խմբակցության ղեկավարի, դա մի ուրիշ հարց էր, բայց ինքը դրանք չի մոռացել, պարզվում է։ Եվ երբ որ օրինակ Հակոբ Արշակյանն ասաց, բայց դեպքում ինչ է, 3 անգամ պատգամավորի թեկնածու եղել, ցուցակում ըստ որովհետև այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը, այսօրվա Նիկոլ Փաշինյանը չէր։ Այն ժամանակ Հակոբ Արշակյանը, Ալեն Սիմոնյանը, Արայիկ Հարությունյանը եւ մյուսները այդքան շատ չէին տարբերվում Նիկոլ Փաշինյանին։ Իրանք էլ իրաց հեղինակություն ունեին եւ հետեւաբար ես էլ որպես մարդ որոշակի հեղինակություն եւ ներողություն եւ դժվար էր, բայց ամեն անգամ ընդգծված ձևով ինձ գցեցին հետ, որ ես հասկանամ, որ վերաբերմունք կա քեզի կարգին պայ։ Ես ինչ կարգին չեմ պայել, չեմ էլ պայելու։ Հիմա փաստորեն այն ժամանակ, որ Նիկոլ Փաշինյանը ձեր ճանաչած Նիկոլ Փաշինյանն էր, Հիսուսի հետ համեմատությունը ճիշտ էր, հիմա էլ ինքը առնչություն չունի Հիսուսի հետ։ Ես Հիսուսի հետ չեմ համատել իրան։ Ես ասել եմ, մի րոպե, դիմաց հաստատի մի պատասխան, թե ասնեք հաստատելու համար։ Ես ասել եմ, սիրելի լրագրողներ, սիրելի քաղաքացիներ, որ երբ որ ծանոթացել եմ Նիկոլ Փաշինյանի հետ, ես անհավատս մտածել եմ, որ կարող է պատահի Հիսուսը գոյություն ունեցած լինի, որովհետև որպես մարդ։ Ես այդ եմ ասել, եթե դա կոչվում է համեմատություն, ապա դա ուրիշ խնդիր։ Բայց հիմա էլի անհավատ։ Ոչ, չեմ փոշմանել։ Ես միջև հայտնի դեպքերը իմ բոլոր ինչ որ արել է քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը կուսակցություն ես դա դերեմ։ Պարոն Աղազարյան։ Հա? Հիմա համատեմ Վազգեն Սարգսյանի, երկրորդ Վազգեն Սարգսյանի, Վազգենի հետ համատեմ։ Երկրորդ Վազգենը ո՞րն է։ Հա? Ինչ համեմատության եզրեր ունեն։ Հիմա ես երկու Վազգեն Սարգսյան եմ ճանաչել, երկու Վազգեն եմ ճանաչել, մեկը Վազգեն Սարգսյան եւ իմ գրքի մեջ գրել եմ այդ ամենի մասին։ Մեկը Վազգեն Սարգսյան, մեկը Վազգեն։ Վազգեն Սարգսյանը այն պայծառ լուսավոր տղան էր, որ հայրենիքի համար հելա պայքարի կռվի եւ այլն։ Երկրորդ Վազգենը չասել։ Երկրորդ Վազգենը դա թե պետական գործիչ Վազգենն էր, ով հայտարարեց, որ Վազգեն Մանուկյանը 100%-ով էլ ձայն հավաքել չենք թողնի գարիշխանության։ Դա նույնն էր, ինչ որ վարչապետը ասեց, որ ինքն է հրահանգել Վարչական դատական խորհրդի նախագահին, որ հրաժարական տա։ Դրանք նույն իդենտիկ վիճակներն են։ Ինչ եղավ Վազգեն Սարգսյանի հետ, սպանեցին։ Պարոն Աղազարյան, Ստենագի չանելու վերջը։ կարողանում եք ապացուցել ձեր ամեղությունը։ Ես չեմ կարող իմ ամեղությունը ապացուցեմ։ Իրանք պիտի ապացուցեն, որ ես մեղավոր եմ։ Բայց տեսեք, տիկին նայեք, տիկին դատախազը ինչ, ասեք, siz բանը գրագետ ձևով որ խոսում է, նույն ալեհավաքի տակ են եղել Աշոտի, Աղազարյան Հովիկի եւ Սլավիկ Պողոսյանի հեռախոսները, բայց գրողը տանի ալեհավաքները չեն սպասարկում 5 քառակուսի մետր տեղ, ալեհավաքները սպասարկում են մեծ տեղ, որտեղ կարող տասնյակ մարդիկ լինեն եւ կարող է, չէ, մի 20 մետրի վրա ինքը մեքենայի մեջ նստած լինի, եւ ես իրեն տեսած չեմ, այդ ուրիշ բան, եթե հենց հիմա են բանա վերահսկում, հենց հիմա գիտեն, այդ դեպքում մետրի ճշտությամբ գիտեն թե Աղազարյան Հովիկը որտեղ է, դա ուրիշ բան է, բայց երբ որ վերցրել են այդ վիվասելա ինչը վերցրել են թե ես ում եմ զանգել, որտեղ եմ զանգել, այդանով են հայտնաբերել, որ այդ ժամանակ մենք եղել ենք նույն ալեհավաքի տակ, միգուցե ավտոյի մեջ է եղել, ես խո չեմ տեսել, եւ դա բերում է ապացուցողական հիմք է դրում դատախազը, դա բան անընդունելի է։ Պարոն Աղազարյան, նորից եմ ասում, Արամ Մկրտչյանը 5 տարի դատալեքսով 5 տարի դատապարտված եղել խարդախության համար 11 թվականին, 19 թվականից իր նկատմամբ դատական բանը գործընթացը գնում միշտ այս պահնագնում վերջի դատը պիտի բան չէ հետո եւ ներողություն եւ ինքը բանը մի տարի առաջ հանգիստ լքել Հայաստանի Հանրապետության սահմանները։ Պարոն Աղազարյան, դուք ձեզանից այդ ինչ վտանգ եք մեծ ներկայացնում ձեր թիմի համար։ Այդ ինչ ինֆորմացիա ունեք դուք, որ ձեզ այսպես ուզում են ճնշել, մեկուսացնել։ Եթե ձեր հարցը թարգմանենք հայերեն, ցես կլինի, պարոն Աղազարյան, այդ բալամ, դուք ձեզանից ինչ ես ներկայացնում, այ ամենատեղ ոչնչություն։ Ձեզանից չէ, երակները տենց է։ Ինչ ես ներկայացնում, որ երկրի վարչապետը այդքանից ներկայացնում են, որ անցած տարի այս ժամանակ մենակ ես հարց լուծեցի խմբակցությունով իր դեմ։
Իմացա՞ր։ Եվ հիմա նույն ձևով կարող պատահի, եւ հիմա մի րոպե, չեմ ասում։ Եվ հիմա էլ նույն ձևով կարող պատահի էլի ես մենակ իր տեսակետի դեմ միգուցե ինքնա ճիշտ է, չգիտեմ։ Ես էլի հարց լուծեի եւ հետեւաբար ասած եղա։ Այսինքն բախոտ պատահական չի լինում։ Չէ, դուք ակնարկել եք որ խաղաղության պայմանագիր ինչ-որ փաստաթղթեր, այո, խաղաղության։ Եթե Ալիևը ասում է, որ Տիգրանաշենը պիտի տաս մեզ, Արցախաշենը վերցնես ձեզ, այսինքն չգիտեմ այդ ասма թե չի ասում երկրորդ մասը։ Իսկ Տիգրանաշենը մեր շրջանի գյուղ է, ես ճանաչում եմ, գիտեմ այդ գյուղը ինչ վիճակում է գտնվում, ապա դա խաղաղության ձգտող հարևան պետության նարատիվ չի։ Եթե Ալիևը ասում է, որ փախստականները պետք է վերադառնան Սումգայից, Արցախ, Բաքու հայերը, ադրբեջանցիները ստե պիտի վերադառնան, ապա դա խաղաղության նարատիվ չի, երկու ժողովուրդների մեջ հսկայական արյուն է հոսել, այդ արյունը չի չորացել, դրանք կլինեն նոր էսկալացիայի հիմք եւ հետեւաբար իմ անհանգստությունը 3 տարի անընդհատ եղել է դա, եկավ հասանք այս օրերին եւ բարձում է որ դա բոլոր դեպքում այդ հարցը կա համենայնդեպս ադրբեջանական կողմը հարցը բարձրացնում է միայն այդ ինֆորմացիան է որ դրանից այդ մասով են ձեզանից վախենում ուզում հասկանալ կա մի բան որ մենք չգիտենք ոչ ես իմ անհանգստությունը այդ հարցերի շուրջ է եւ դուք խնդրում այդ հարցերը թեթև մի նայեք Չեմ, վոնը բացահայտ ամենադեպս չէ։ Խմբակցության լիստ են դիմել այդ հարցն է, ձեր հարցը։ Երևի։ Այսինքն ներքին խոհանոցում ամեն դեպքում Տիգրանաշենի բանի հարցով ձեր արժեք փակագծեր բացել են, որ եղել է նման պահանջ Ալիևի կողմից։ Դե դա բոլորը գիտեն, դա բան չի, գաղտնիք չի։ Բայց իրենք երկում են ասում դեռ անկլավների հարց չի քննարկվում։ Անկլավների հարցի քննարկումը դա բանը հասկացում է սահմանների ճշգրտման եւ սահմանազատման գործընթացի մեջ։ Դա տրիվիալ է։ Ընդ որում կարելի է վերջին հաշվով դանել համաձայնվել, բայց դրանից հետո արդեն մնացածը դառնալու է խաղոպար եւ ամեն ինչ շատ վատ է լինելու։ Բա իհարկե, որ ես հիմա հերոսի կինոյի տղեն չեմ, էլի կան չէ պատգամավորներ, խմբակցության մեջ որոնք ասենք տեսակետներ ունեն, բավականին ինքնուրույն աններ չեմ տա կան, չէ, հետևաբար իմ վրա ճնշումը պայմանավորված է նաև դրանով, որ այդ հարցը լուծվի։ Իրենք իրենց այսպես մտահոգությունները այս հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ խաղաղության։ Դե այս տեղյակ չեմ արդեն, ինչպես գիտեք։ Խաղաղության իստերի ժամանակ եղել են մարդիկ, որ իրենք համարձակվել են ասել, որ մեծ խնդիրներ են։ Իհարկե։ Եթե ընդդիմությունը իմպիչմենտի հարց բերի ազգային ժողովին, չէ՞ կարծում, ԿՊ-ում կգտնվեն մարդիկ, ովքեր կհամարձակվեն կողմից։ Դե չեմ կարող ասել։ Չեմ կարող ասել։ Շնորհակալություն։ Իսկ դուք ինչպես Չէ, ես խանգարեմ, եթե արտահերթ եւ կամ հերթական ընտրություններում, ասենք պարոն վարչապետը փորձի վերարտադրել, այդ ժամանակ ես խանգարեմ, բայց ես նաեւ սկզբունք ունեմ ներողություն եմ խնդրում, ես ինքս Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան առանցքին ես չեմ ուզում